Հայազգի տաղանդավոր գիտնականի հետ համագործակցությամբ ստեղծել ենք ռազմական ռոբոտ, որը խոստանում է հեղափոխություն առաջացնել ողջ աշխարհում։ Ես պատրաստվում եմ իմ անձնական ֆինանսներից մի քանի $100 միլիոն հատկացնել այս գլուխգործոցի վերջնական կատարելագործման համար։ Այս նախագիծը ոչ միայն կյանքի կկոչի այդ երիտասարդ հայ գիտնականի երազանքը, այլև կծառայի նրա հայրենիքի Հայաստանի շահերին, ինչպես նաև կտարածվի բոլոր այն երկրներում, որի թույլտվությունը կտա անձամբ նրա թիմը։ Հարգելի ընկերներ, աշխարհահռչակ գիտնական, գործարար եւ բարերար Իլոն Մասկը վերջերս հայտարարություն է տարածել, որը ոչ միայն իրարանցում է առաջացրել քաղաքակիրթ աշխարհում, այլև խուճապ է սերմանել հատկապես ադրբեջանա-թուրքական դաշինքի շրջանում։ Ինչ է կատարվում եւ ինչ ծրագրեր է պատրաստվում կյանքի կոչել հայազգի այս գիտնականը։ Բացառիկ եւ ուշագրավ մանրամասներով կկիսվենք ձեզ հետ։ Սիրելի հերինակիցներ, նախքան բուն թեմային անցնելը եւ Իլոն Մասկի սենսացիոն հայտարարության մանրամասներին անդրադառնալը, եկեք համառոտ նշենք, որ ռազմական ռոբոտները համարվում են ապագայի զենքեր։ Այսօր դրանք ոչ միայն զենքեր են, այլև տեխնոլոգիական նորարարություններ, որն ընդունակ է փոխելու պատերազմի ընթացքը։ Գաղտնիք չէ, որ շատերն արդեն մոտ ապագայում տեսնում են ռոբոտների գերակայությունը մարտի դաշտում։ Իհարկե, այս ամենը զերծ չէ վտանգներից, այդուհանդերձ, չնայած ռիսկերին, աշխարհի ռազմական գերատեսչությունները ձգտում են հնարավորինս արագ ստեղծել գերհզոր ռոբոտներ, որոնք կփոխարինեն մարդկային զինվորներին։ Նման ռոբոտները կարող են խնայել անթիվ կյանքեր եւ կատարել մարտական առաջադրանքներն անհամեմատ ավելի արդյունավետ, քան մարդիկ։ Ի տարբերություն զինվորների, նրանց պետք չէ սնունդ, բժշկական օգնություն կամ հանգիստ, ինչը նրանց դարձնում է անկոնտրում եւ անխոցելի մարտական մեքենաներ։ Բացի այդ, ռազմական ռոբոտները կկարողանան կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք դժվար թե հաջողվեին անգամ հատուկ պատրաստվածություն ունեցող զինվորներին։ Եթե ժամանակին տիեզերք նվաճելու համար մրցակցության մեջ էին մտել Սովետական Միությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա այսօր աշխարհի գերհզոր պետությունները մրցում են պարզելու, թե ով առաջինը եւ ավելի կատարյալ կստեղծի ռազմական մարտական ռոբոտներ։ Այս ռոբոտները ոչ միայն կվերափոխեն ռազմական պոտենցիալը, այլև կդառնան ապագայի գերհզոր զենքեր։ Եվ ահա, սիրելի բարեկամներ, Իլոն Մասկը, ով հայտնի է իր անսպասելի, երբեմն անհավանական թվացող հայտարարություններով եւ նախագծերով, ինչպես նաեւ դրան կյանքի կոչելու անսասան կամքով, հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։ Նա ասել է. «Մենք պատրաստվում ենք ստեղծել մի ռոբոտ, որն արդեն իսկ գտնվում է մշակման փուլում եւ կհեղափոխի աշխարհը։ Հայտնի է, որ իմ գերնպատակներից մեկը մարդկության համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է։ Մարս մոլորակում, օրինակ, նման ռոբոտները կենսական նշանակություն ունեն ապագայի համար նախատեսված կարևոր ծառայություններ իրականացնելու համար։ Սակայն այդ ռոբոտները բնականաբար նախատեսված չեն լինելու միայն Մարսի ծրագրերի համար։ Նրանք իրենց կարևոր դերն ունեն նաև Երկիր մոլորակի վրա։ Այսօր բազմաթիվ երկրներ եւ նրանց ռազմական գերատեսչություններ ձգտում են ստեղծել նման գերհզոր զենքեր, որոնք կփոխարինեն ոչ միայն զինվորներին, այլև ժամանակակից ռազմական տեխնիկային։ Սակայն ես պետք է շտապեմ հիասթափեցնել նրանց, քանի որ այս ոլորտում մենք արդեն իսկ որոշակի առաջընթաց ունենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող տաղանդավոր երիտասարդ հայ գիտնականի հետ միասին մենք ստեղծում ենք մի սարք, որն իսկապես նոր խոսք կդառնա ռազմական տեխնոլոգիաների աշխարհում։ Այն այսպիսի ներուժ կունենա, որ աշխարհի զորագույն բանակները ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ։ Այժմ ես չեմ ցանկանում բացել բոլոր գաղտնիքները կամ ավելորդ մանրամասներ հայտնել, սակայն մի բան կարող եմ վստահորեն ասել. այդ ռոբոտները կդառնան ապագայի ամենակարևոր եւ անհրաժեշտ սարքերը։ Ես պատրաստվում եմ իմ անձնական ֆինանսներից մի քանի $100 միլիոն հատկացնել այս հայկական ծրագրի իրականացման համար։ Բացի այդ, ես ցանկանում եմ իրականություն դարձնել իմ երիտասարդ հայ գործընկերոջ երազանքը,
որը սերտորեն կապված է իր հայրենիքի Հայաստանի հետ։ Սարքն ամբողջությամբ պատրաստ լինելուց եւ անհրաժեշտ փորձարկումներն անցնելուց հետո մենք նախատեսում ենք դրա մի քանի օրինակ տրամադրել Հայաստանին։ Նախապես ընդգծեմ, որ մենք բացարձակապես մտադրություն չունենք խորանալ ռազմական կամ քաղաքական հարցերի մեջ։ Մեր նպատակը գիտության առաջխաղացումն է, հայտարարել է Իլոն Մասկը։ Հարգելի բարեկամներ, հավելեմ, որ Թուրքիայում արդեն իսկ արձագանքել են այս հայտարարությանը։ Նրանք կարծում են, որ թեև Իլոն Մասկը պնդում է, որ այս մարտական ռոբոտները նախատեսված չեն ռազմական նպատակներով եւ Հայաստանը կարող է դրանք օգտագործել իրենց դեմ պայքարելու համար։ Սիրելի բարեկամներ, հավելենք, նաեւ որ նախատեսվող այս ռոբոտը կունենա մի քանի տոննա զանգված։ Այն կծառայի որպես բազա մարտական ռոբոտների, ականազերծող մեքենաների եւ այլ հատուկ նշանակության սարքերի համար։ Թեև նոր նախագծվող մեքենաները ներկայացվելու են որպես ռոբոտ տրանսֆորմերներ, որոնք կարող են ձևափոխել մի տեսակից վերածվել մեկ այլ տեսակի, այս փուլում դրանք դեռևս հեռու են ֆիլմերում հայտնի կերպարներից։ Իրականում սա մոդուլային կառուցվածքով սարք է, ինչը նշանակում է, որ ռոբոտը կարող է հարմարեցվել տարբեր նպատակների։ Օրինակ, եթե դրա վրա տեղադրվի սպառազինություն, այն կգործի որպես մարտական ռոբոտ։ Իսկ եթե սպառազինության փոխարեն տեղադրվեն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ապա այն կաշխատի համապատասխան այդ գործառույթին։ Այս բազմա նպատակային ռոբոտը ներկայումս գտնվում է նախագծման փուլում։ Սիրելի բարեկամներ, նշենք նաև, որ Tesla եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը աշխարհի ամենահարուստ մարդը ճանաչվել է տարվա մարտ ըստ Time ամսագրի։ Նա ազնվորությունով ձգտում է փրկել մեր մոլորակը եւ օգնել մարդկությանը բնակեցնել Մարսը։ Մասկը միաժամանակ ծաղրածու է, հանճար, սադրիչ, տեսլական, արդյունաբերող եւ շոումեն։ Նրա SpaceX ստարտափը գերազանցել է Boeing-ի ԱՄՆ-ի տիեզերական ապագան ձևավորելու գործում։ Տեսլան իր հերթին վերահսկում է էլեկտրական ավտոմեքենաների բազմամիլիարդանոց շուկայի 2/3-ը։ Այս ամենը Մասկին դարձրել է ավելի քան 320 միլիարդ դոլար կարողության տեր, պատմության մեջ ամենահարուստ մասնավոր անհատը, ում հարստությունը շարունակում է աճել։ Կարևոր է նաև հիշատակել, որ Իլոն Մասկը զարգացնում է Starlink արբանյակային համակարգը, նպատակ ունենալով անլար ինտերնետով ապահովել ամբողջ աշխարհը։ Այս նախագծում ներդրումները կարող են հասնել 20-ից 30 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Եվ վերջապես, Իլոն Մասկն այն կերպարն է, ով երիտասարդ տարիքում արդեն իսկ շատերի համար համարվում է ապագայի ստեղծող